Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը փետրվարի 4-ին ընդունել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օֆլահերթիի գլխավորած պատվիրակությանը։ Նախարար Սարգսյանը բարձր է գնահատել Եվրոպայի խորհրդի հետ ձևավորված սերտ գործընկերությունը, ընդգծելով մասնավորապես ներքին գործերի նախարարության մանդատի շրջանակում թիրախային ուղղություններով համագործակցությունը։ Քննարկվել են տեղահանված անձանց ինտեգրման հնարավորությունների, փաստաթղթավորման գործընթացի, ինչպես նաև ընտանեկան բռնության կանխարգելման եւ արձագանքման վերաբերյալ հարցեր։ Արփինե Սարգսյանը ներկայացրել է ոլորտային վիճակագրական տվյալներ, նշելով, որ վերջին տարիներին նկատելիորեն աճել է ընտանեկան բռնության զոհերի դիմելիությունը։ Մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օֆլահերթին կարևորել է ընտանեկան բռնության դեմ պայքարում ներքին գործերի նախարարության որդեգրած ռազմավարական նոր մոտեցումները։ Նա անդրադարձել է նաև վերջին շրջանում տեղահանված անձանց կողմից ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումների աճին։ Այդ առումով ներքին գործերի նախարարը նշել է, որ քաղաքացիության դիմումների աճի միտումը հատկապես ակնհայտ է 2025 թվականի երկրորդ կիսամյակում պայմանավորված կառավարության կողմից իրականացված սոցիալական քաղաքականությամբ եւ տեղահանվածների շրջանում իրենց իրավունքների մասին իրազեկման արշավներով, այդ թվում ԵԽ աջակցությամբ։ Քննարկվել են նաեւ միջգերատեսչական համագործակցության համակարգման մեխանիզմների վերաբերյալ հարցեր։ Զուգահեռներ են անցկացվել Եվրոպական միության ժամանակավոր պաշտպանության դիրեկտիվի հետ, որի համատեքստում ներքին գործերի նախարարն ընդգծել է, որ կառավարության կողմից ժամանակավոր պաշտպանության վերաբերյալ որդեգրված մեխանիզմը լայն եւ ճկուն հնարավորություններ է ընձեռում շահառուներին, ապահովելով երկարաժամկետ ինտեգրման իրական հնարավորություններ։ Քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։